Այսինքն բոլոր հիմնավոր կասկածները, որ այո, այստեղ վերահսկում են Սարիկ Մինասյանի թիմակիցները նրա եղբայրը։ Ժորդ մի վարքյան վիդեոն նայեմ էլի դե վայ։ Ոչինչ, լսեք զուգահեռ կոմենտները, ձ համարում եք, որ դուք Հա էլի արուշ։ Այնա խնդրեմ, սկսվեց, դուք չեք նկատում այստեղ, Չեք նկատում կամ գազելներով մարդկանց որ բերում են։ Ժորդ ես 2 րոպե առաջ տեղով անցա, հերախոսով խոսում էի, հետ եկա գալմաղալը հարցում եմ ինչ ա եղել իմ վրա եք գոռում։ Տեսնում գազելներով մարդկանց են բերում, եկեք միասին տեսնենք, եկեք։ ժամանակի լրագրող այստեղ չենք հանդիպել, ձեզ ենք հանդիպել։ Նկատում եք, որ մեքենաներով մարդկանց են բերում, օրինակ այսպիսի գազելները, որ այստեղ կանգնած են, մարդկանց են բերում։ Ձեզ համար նորմալ է, պարոն Յանիսյան։ Գազելները ավտոբուսի կանգա, վերջի կանգառը։ Ժորդ մի վարքան էլի, ինչ ա եղել, ինչ ա պատահել։ Մի վարքան, Ժորդ, մի վարքան, խնդրում եմ առանց գոռալ ինչ է։ Քաղաքացիների մենք նորմալ հարց ենք տալիս, իրանք մտածում են, որ մենք կամ սերժական ենք, կամ քոչարյանական ենք։ Ժողովուրդ, բայց մի գոռացեք, այս լրագրողներն էլ իրանց գործն են անում հիմա։ Շատ ուժեղ Դուք կարող եք ապացուցել, որ որևէ մեկը այստեղ ծախված է։ Ինչով կապացուցել։ Սերժի չատապ դունձի համար աշխատի։ Ժորդ, ես լարում եք։ Ինչի ա Ժորդ, ինչ չեք կիսել իրար հետ, էլի։ Խնդրում եմ, ինչ չեք կիսել, ես մարդիկ իրանց գործ են անում, դուք ձեր համար։ Մի վարքան։ Տիկին նստած են, լրագրողները եկել են, ինչ որ հարց են տվել, չի ուզում։ Մարդ թողասի չեմ ուզում խոսեմ, ուզում եմ իմ համար նստել։ Հա, ժողովուրդ։ Կլուծեն այնտեղ այն ինչ շտաբ է, դուք հասկացել եք։ Քո շտաբն է, ինչքան ես, քո շտաբը չի։ Ընտրատեղամասերի արանքում է շտաբը։ Մի վարքան, տիկին, խնդրում եմ, մի Պարոն Յանիսյան, մարդկանց այս պահվածքը ինչի մասին է վկայում ըստ Դուք փորձառու մարդ եք, չէ՞։ Այս մարդկանց պահվածքը ինչի մասին է խոսում։ Դե ժողովուրդ հիմա լիքը մասնակցած մարդ եք։ Դե ժողովուրդ հիմա ես չգիտեմ ես նստարանի շուրջ ինչ չի կիսվել։ Ինչ վերաբերում այն տարածքին, այն տարածքը կուսակցության շտաբ է հիմա։ Ընտրական օրենսգիրքը Մի վարքան ժողովուրդ։ Ընտրական օրենսգիրքը չի արգելում։ Ընտրական օրենսգիրքը արգելում է, որ կուսակցության շտաբը լինի ընտրական տեղամասի հետ նույն շենքում։ Ընտրական տեղամասի կողքի շենքի։ Ներողություն եմ խնդրում, ընտրական օրենսգրքում գրված է, հիմա իմ ասելով, ձեր ասելով, այս կամ այն առաքելության ասելով չի։ Օրենսգիրքը մի հատ է, բացեք, նայեք, ինձ մի հավատեք։ Եթե սխալ եմ ասում, բացեք, ֆակտ չեք արեք իմ խոսքերը։ Մեկը գործում է հենց Հա, 2 տեղամաս է, մեկը ստեղ է, մեկը ընդեղ է։ ընտրատեղամաս Ժորդ, ընտրական օրենսգիրքը արգել 2 շտաբ է։ հատվածում, որ տեսնեք, էլի այնտեղ հավաքված է։ Դե ժողովուրդ, ամեն դեպքում ընտրական օրենսգիրքը Միասին գնանք այդ շտաբ։ մի վարքան, ընտրական օրենսգիրքը արգելում է շտաբը նույն շինության մեջ, ինչպես նաև շտաբը համայնքային շինության մեջ, չգիտեմ, պայմանական քաղաքապետարանի շինության մեջ, դպրոցի շինության մեջ։ Սա ոչ դպրոցա, ոչ համայնքային շենք է։ Կարելի է միասին գնալ, դուք մեզ հետ գաք, ո՞ր ստիտորտ անկախ չեք ուզում տեսնել ինչա կատարվում։ Ինչա կատարվում ԿՊ-ի շտաբում։ Որովհետև գիտեք, ձեզ անընդհատ մեղադրում է, որ դուք միջրաղած գնաց։ Չգիտեմ ԿՊ-ի շտաբում։ Եկեք, դուք միասին տեսնենք, ավելի հետաքրքիր կլինի եւ մեզ եւ ձեզ։ Ժորդ, հիմա հասկանում եք, մենք այստեղ կողքի տեղամասում արձանագրել ենք խնդիրներ, որոնք մենք մեր 20 տարվա պրակտիկայի ընթացքում չենք տեսել։ Օրինակ, Կյանքում առաջի անգամ ինչ որ խնդիրներ ենք տեսել։ Հիմա այդ տեղամասը, չէ, այդ տեղամասը չէ, մյուս տեղամասում։ կարող ենք։ Հայո, կանեք, ցավոք Ձեր շատ ենք։ շփությամբ մտեք։ Որքան կերնի մենք եմ մտնենք, բայց ներով ստանցնենք արդեն։ Օպերատորները թողանցնեն, որպես օպերատոր։ Որոնք մենք արձանագրել ենք։ Բարև ձեզ։
Մենք ձեզ ցույց տանք նկարները, որտեղ այդ պարալել Ես հավատում եմ, ես տեսել եմ։ այսօր տեսել եք եւ Ինչի մասին է խոսում, երբ որ սկզբում կան նկարներ համակարգական գործընթացը, հիմա չկա։ Ժորտ ինձ եք հարցում նկարները կար հանել են, հիմա ես եմ այդ նկարները հանել, ես եմ այստեղ առաջի անգամ եմ ոտոս դնել։ Նվազեցնում է Ինչ հանցակազմ։ շտաբը, որը գումարներ է տալիս։ Ժորտ, մի վարքան, եկեք հերթով։ Եթե դուք կարծում եք, որ ստեղ ընտրակաշարք է բաժանվել, ուղղորդվելը առանձին բան է, պետք է հասկանալ ուղղորդվել ասած տակ ինչ եզրույթ է, ինչ նկատի ունեք։ Եթե դուք կարծում եք, որ ստեղ ընտրակաշարք է բաժանվել, դա ուրիշ երևույթ է, եթե կարծում եք, որ նման բան կա, եկեք փորձենք փաստեր հավաքել, հանցագործության մասին հաղորդում տանք, պահանջենք իրավապահները քննեն եւ հետո գնահատենք։ Ժողովուրդ, բայց նկարները լինել չլինելը ու ընտրակաշարք տալը մի քիչ կներեք պայմանականությունները մի քիչ շատ չեն համընկնում։ Մանավանդ առավոտից ամենաակտիվ ընտրատեղամասն է, խմբերով են գալիս, նույն մեքենաները վերահսկում են մարդկանց այդ շարժի, խնդրահարույց շարժի երևույթը մենք տեսել ենք։ Այս տարածքում ինչ որ շարժ, մեր համար տարօրինակ շարժ մենք դեռ գիշերվանից ենք տեսել, դեռ ես գիշերին, այո, հենց նենց չի որ մենք աչքեր չունենք էլի այս քաղաքում։ Հա, մտնում դուրս է։ Ժորտ, նորից մի վարքան բախ աստծո։ Ժողովուրդ, լավ իսկական դուք կոնֆլիկտ եք մանգալ, եկեք դուրս գալու։ Լավ չէ իսկականից։ Նկարեցիք դե գնացեք։ Դուք ամենտեղ տեր տիրական եք։ Ասեք իմս է, ամենտեղ չէ։ Հա, իմ թաղամասս է, ես է տեր տիրական։ շատ դանդաղ գայլերով, այսպես հեզաճկուն մոտենում եք։ Ժողովուրդ, որն է ձեր ասածը, եթե ստեղ ասում եք, չէ, եթե դուք ասում եք, զուգադիպություն գտնենք։ մի րոպե, եթե դուք ասում եք, ձեր մատերը, ես եմ ասում։ մի վարքան, եթե դուք ասում եք, որ ստեղ ընտրակաշարք է բաժանվել, օքեյ, եկեք ապացույցներ հավաքենք, որ ընտրակաշարք է։ Համար պիտի պատասխան տամ, մի սադրեք մեզ։ Բայց ձեր ասածը ո՞րն է։ Ասածը շատ կոնկրետ է, պարոն Յանիսյան։ Ինչ է։ Մանիպուլացրեք, շատ կոնկրետ։ Տեխնացուի բան է, թաղամասն է սա մեզ ասացին։ Երկրորդը, այստեղ մարդիկ են, որ առավոտից մինչև այս բան նույն մարդիկ վերահսկում են, մարդկային կուտակումները նույն մեկ են, թույլ տվեք ավարտեմ։ Ձեր մատերը ծալեք, հիմա ասում եմ։ Չէ, ներողություն։ Այստեղ կանտրատեղամաս, արժի դուք հետևեք ձեր բառապաշարին, էլի։ Լսեք։ Ես գիտեմ, որ ստեղ էլ կա ընտրատեղամաս, ընդեղ էլ կա Ակտիվ ընտրատեղամաս։ ընտրատեղամասեր են, խմբերով են գալիս, Սարիկ Մինասյանի եղբայրը քիչ առաջ Դիտորդ Կոստանտինը հաստատեց, որ Սարիկ Մինասյանի եղբայրը անձամբ է գալիս շրջում այս տարածքում։ Կներեք, ինչի՞ է ձեզ ինձ բացատրել մի մոտիվացիա։ ինչի՞ է ձեզ թվում, որ մենք դա չենք տեսել։ Կամ մենք դա չենք արձանագրել, կամ դրա վերաբերյալ մեր հաղորդագրությունների մեջ չկա։ Չէ, դուք հիմա, կներեք, դուք հիմա ինձ ասում եք մի բան, որը մեր հաղորդագրության մեջ չկա, սրանից 6 ժամ առաջ։ Իդեպ մենք ենք առաջին արձանագրել ձեզնից առաջ։ Լավ եք արել։ Լավ եք արել, ձեր ջանն էլ սաղելնի։ Եվ այս կանայք, որոնք Չէ, ինձանից ինչ եք։ Լրագրողների վռնդելու, նորից զուգադիպությամբ նույն կանայք առավոտից էստեղ Չէ, ես բացատրել դուք անձամբ մոտեցա 20 ժամ մի վայրում հենց այնպես եւ նույն գործողությունն անեք 20 ժամ Ժորտ, ես չգիտեմ, ես մոտեցա, չէ, որ ես կանեք, մի րոպե, երբ որ ես կանեք լրագրողների հետ բազարենան, ես մոտեցա, չէ, փորձեցի խաղաղություն բանանել։ Հա, մոտեցա, փորձեցի բաժանել, որովհետեւ այդտեղ Ձեր հետ աշխատելու փորձ ունենք, ինչի՞ եք դուք սենց ուրիշ դարձել։ Ժորտ, օքեյ, ուրիշ եմ դարձել, հա, կներեք, ինչ վերաբերվում է ստեղ տեղի ունեցող իրադարձություններին, մենք մի շարք քաղաքական ուժերի վերաբերյալ տվել ենք հանցագործության մասին հաղորդումներ, կարծում եմ ես մինչև ժամը 8 երեկոյան ժամը 8 ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը հարգելով քաղաքական ուժերի անուններ չեմ տալիս, բայց ձեր հարցի պատասխանը դուք կարող եք գտնել անկախ դիտորդի հաղորդագրությունների մեջ, որոնք նաև իմ Facebook-յան էջում կան, կարող մտեք տեսնեք, օրինակ այս կամ այն ուժը կա թե չկա։
Մենք փորձել ենք հիմնավորել մի շարք հանցագործություններ եւ մենք տեսել ենք, որ մեր հաղորդումների մի մասով օպերատիվ հետախուզական միջոցառումներ արվել են, մի մասով դեռևս միջոցառումներ չենք տեսել։ Այդ ամեն ինչը մենք կամփոփենք վաղվա մեր ասուլիսի ժամանակ, կամփոփենք, կգնահատենք, դուք էլ կնայեք եւ կտեսնեք այդ գնահատականները։ Ինչ վերաբերում է կուտակումներին եւ տեղամասի մոտ գտնվող ընտրական շտաբին կամ ենթադրյալ ընտրական շտաբին կամ տարածքին, ես իրոք չգիտեմ, սա շտաբա թե տարածքա, որտեղից փաստացի քարոզչական գործունեություն է իրականացվում, թե ուրիշ բան է արվում, հա։ Մենք տեսել ենք ստեղ, նորից եմ ասում, դեռ 3 երեկոյանից մենք տեսել ենք ստեղ activity, հա, այսպես ասած, տարօրինակ activity, կեսգիշերն անց activity ենք տեսել, որը մեր համար եւս տարօրինակ է թվացել։ Ինչ է ստեղ տեղի ունենում ներսում։ Արդյոք ստեղ ներսում կա քրեական օրենսգրքով արգելված բաներ թե չէ։ Ես չգիտեմ, ազնվությամբ չգիտեմ, ենթադրում եմ նաև դուք չգիտեք։ Առհասարակ sense դեպքերում իմ խորհուրդը բոլորին եւ նաեւ իմ գործընկեր դիտորդներին են, որովհետեւ որ տարօրինակ բան ենք տեսնում, փորձենք շատ շուխուր չհանենք, տեսնենք ինչ գործունեություն է, ինչ որ տեղեկություններ հավաքենք, հետո հրապարակենք, հա, որովհետեւ հրապարակելուց հետո, ինչպես տեսնում եք, հրապարակելուց հետո այլևս չես կարող բացահայտես էլի տեղի ունեցողը։ Այս տարածքի հետ կապված, այս տարածքը ամեն դեպքում ընտրական օրենսգրքի իմաստով ստեղ տարածք շտաբ լինելը խախտում չի, որովհետև շտաբի հեռավորության սահմանափակում չկա, միգուցե ցավոք սրտի չկա, բայց չկա։ Կուտակումների մասով մի քանի անգամ նույնիսկ ես մեր դիտորդները մի քանի անգամ անձամբ ես ոստիկաններին մատնացույց եմ արել 70-րդ եւ 60-րդ տեղամասի 69-րդ տեղամասի մոտ կուտակումներ, պահանջել են որ ցրվեն, կուտակումները նորից գոյանում են, մենք դա բոլորս տեսել ենք։ Երբ կուտակումների նորից գոյանալը մենք տեսնում ենք բոլոր այն տարածքներում, որոնք հիմնական թեկնածուների թաղամասերն են։